Խոյ նշանի հատկություններն ու բնութագրերը։ Խոյը կենդանակերպի առաջին նշանն է, եւ դա շատ հստակ զգացվում է նրա բնավորության մեջ։ Այս նշանի ներկայացուցիչները կյանքի մեջ առաջ են շարժվում առանց հետ նայելու, առաջնորդվելով ներքին կրակով, ինքնավստահությամբ եւ հաղթելու ցանկությամբ։ Խոյը չի սիրում սպասել, չի սիրում անորոշություն եւ հազվադեպ է հարմարվում ուրիշների տեմպին, նա սովոր է լինել նախաձեռնողն ու ճանապարհ բացողը։ Խոյերի մեջ ուժեղ է մրցակցության ոգին, նրանց համար կարևոր է զգալ, որ առաջ են գնում, զարգանում են եւ հաղթահարում խոչընդոտներ։ Եթե կյանքում ամեն ինչ դանդաղ է ընթանում, խոյը կարող է անհանգստանալ, նյարդայնանալ կամ նույնիսկ կորցնել մոտիվացիան։ Այդ պատճառով նրանք լավագույնս դրսևորվում են իրավիճակներում, որտեղ կա շարժ, ռիսկ եւ արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն։ Զգացմունքային առումով խոյը բաց եւ ուղիղ է, նա չի սիրում խաղեր, կեղծ ժպիտներ կամ երկիմաստ հարաբերություններ, ինչ զգում է, հաճախ արտահայտում է անմիջապես, նույնիսկ եթե դա կարող է թվալ կտրուկ կամ անհարմար։ Այս անմիջականությունն է, որ շատերին գրավում է խոյի մեջ, բայց նույն հատկանիշը երբեմն կարող է դառնալ վեճերի եւ թյուրըմբռնումների պատճառ։ Խոյը բնական առաջնորդ է, նա հեշտությամբ կարող է ստանձնել պատասխանատվություն, ղեկավարել մարդկանց կամ ոգեշնչել շրջապատին իր էներգիայով։ Սակայն ղեկավար դառնալով խոյը երբեմն մոռանում է համբերության մասին եւ դժվար է տանում, երբ մյուսները չեն շարժվում իր արագությամբ։ Նրա համար կարևոր է սովորել լսել եւ հաշվի առնել նաեւ ուրիշների կարծիքները։ Սիրային հարաբերություններում խոյը կրքոտ է, նվիրված եւ նախաձեռնող։ Նա սիրում է զգալ սերը ամբողջ ուժով, առանց սահմանափակումների։ Խոյը չի հանդուրժում անտարբերությունը կամ սառը վերաբերմունքը եւ միշտ ակնկալում է նույն էներգիան, ինչ ինքն է տալիս։ Եթե զգա, որ իրեն չեն գնահատում, կարող է արագ հեռանալ, չսպասելով բացատրությունների։ Թույլ կողմերից կարելի է նշել անհամբերությունը, երբեմն ինքնահավանությունը եւ հուզական պոռթկումները։ Խոյը կարող է արագ բորբոքվել, բայց նույնքան արագ էլ հանգստանալ, առանց երկար հիշաչար լինելու։ Նրա զայրույթը հազվադեպ է խորքային, պարզապես էներգիայի արտահոսք է։ Ամփոփելով խոյը ուժի, նախաձեռնության եւ քաջության խորհրդանիշն է։ Նա այն մարդն է, ով չի վախենում առաջինը քայլ անել, անգամ եթե ճանապարհը դեռ լիովին տեսանելի չէ։ Խոյերի հետ կյանքը երբեք ձանձրալի չէ, քանի որ նրանք միշտ շարժման, փոփոխության եւ նոր սկզբունքների մեջ են։ Խոյ կենդանակերպի դրական հատկությունները։ Խոյը համարվում է կենդանակերպի ամենաուժեղ եւ նախաձեռնող նշաններից մեկը։ Նրա դրական հատկությունները ձեռավորվում են ներքին կրակից, ինքնավստահությունից եւ կյանքի նկատմամբ ակտիվ դիրքորոշումից։ Խոյը չի սպասում, որ հնարավորությունները ինքնուրույն հայտնվեն, նա ինքն է ստեղծում դրանք, գործելով արագ, վճռական եւ առանց վախի։ Խոյերի ամենամեծ առավելություններից մեկը քաջությունն է։ Նրանք չեն վախենում դժվարություններից, ռիսկից կամ անծանոթ իրավիճակներից։ Այնտեղ, որտեղ շատերը կկասկածեն կամ կհետաձգեն քայլը, խոյը առաջ կանցնի, փորձելով, սխալվելով եւ կրկին փորձելով։ Այս հատկությունն է, որ նրանց հաճախ դարձնում է նոր ուղիներ բացողներ եւ առաջամարտիկներ։ Խոյը բնածին առաջնորդ է, նա ունի մարդկանց իր հետևից տանելու ունակություն, ոգեշնչելու եւ մոտիվացնելու ներքին ուժ։ Նրա էներգիան վարակիչ է եւ շրջապատը հաճախ զգում է այդ ուժը նույնիսկ առանց խոսքերի։ Խոյերը հեշտությամբ են ստանձնում պատասխանատվություն եւ չեն խուսափում որոշումներ կայացնելուց, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Մեկ այլ կարևոր դրական կողմ է անկեղծությունն ու ազնվությունը։ Խոյը չի սիրում թաքնված խաղեր կամ կեղծ վերաբերմունք։ Նա նախընտրում է ասել ճշմարտությունը ուղիղ եւ բաց, նույնիսկ եթե դա միշտ հաճելի չէ լսել։ Այս բաց բնավորությունը վստահություն է ստեղծում եւ խոյին դարձնում է հուսալի մարդ, թե ընկերության, թե աշխատանքի մեջ։ Խոյերը նաև շատ նվիրված են, երբ նրանք հավատում են մարդուն, գաղափարին կամ նպատակին, ամբողջությամբ են ներգրավվում։ Նրանց նվիրվածությունը կիսատ չէ, նրանք պատրաստ են պաշտպանել, պայքարել եւ կանգնել մինչև վերջ։ Այդ պատճառով խոյը կարող է լինել շատ ուժեղ ընկեր, գործընկեր կամ առաջնորդ։ Էներգիայով լի լինելը ևս խոյի կարևոր դրական հատկանիշներից է։ Նա հազվադեպ է երկար ժամանակ մնում պասիվ վիճակում։ Նույնիսկ հոգնածության պահին խոյը կարող է արագ վերականգնվել եւ նորից գործի անցնել։ Այս ակտիվությունը թույլ է տալիս նրան շատ բան հասցնել եւ մշտապես շարժման մեջ մնալ։
Խոյը նաև հավատում է սեփական ուժերին։ Նրա ինքնավստահությունը հաճախ օգնում է հաղթահարել այնպիսի իրավիճակներ, որոնք ուրիշների համար կթվային անհնար։ Նա չի վախենում պատասխանատվությունից, քանի որ վստահ է, որ կարող է գլուխ անել դժվարություններից։ Ընդհանուր առմամբ, Խոյի դրական հատկությունները նրան դարձնում են ուժեղ, գենսախինդ եւ ազդեցիկ անձնավորություն։ Նա շարժիչ ուժ է, որը առաջ է տանում ոչ միայն իրեն, այլև շրջապատողներին, կյանքի մեջ բերելով խիզախություն, արագություն եւ նոր սկզբի էներգիա։ Խոյ կենդանակերպի բացասական հատկությունները։ Չնայած Խոյը ուժեղ, նախաձեռնող եւ խարիզմատիկ նշան է, նրա բնավորության մեջ կան նաեւ այնպիսի գծեր, որոնք կարող են բարդություններ ստեղծել թե իր, թե շրջապատի համար։ Այս բացասական հատկությունները սովորաբար ծագում են նրա չափազանց ակտիվ բնույթից, ներքին կրակից եւ մշտական առաջ շարժվելու պահանջից։ Խոյի ամենատարածված թուլություններից մեկը անհամբերությունն է։ Նա դժվարությամբ է ընդունում դանդաղ ընթացքը, սպասումը կամ երկարատև գործընթացները։ Եթե արդյունքը չի երևում արագ, Խոյը կարող է կորցնել հետաքրքրությունը, նյարդայնանալ կամ նույնիսկ թողնել սկսած գործը կիսատ։ Այս անհամբերությունը երբեմն խանգարում է նրան տեսնել ամբողջ պատկերը եւ հանգեցնում է սխալ քայլերի։ Մեկ այլ խնդիր է իմպուլսիվությունը։ Խոյը հաճախ գործում է հույզերի ազդեցության տակ, առանց երկար մտածելու հետևանքների մասին։ Նա կարող է արագ որոշումներ կայացնել, խոսել առանց ֆիլտրի կամ արձագանքել կտրուկ։ Հետագայում սա կարող է բերել ափսոսանքի, կոնֆլիկտների կամ հարաբերությունների սրման, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ավելի զգայուն կամ զգուշավոր են։ Խոյը հակված է նաև դոմինանտ վարքի։ Իր առաջնորդական բնույթը երբեմն վերածվում է ցանկության, ամեն ինչ վերահսկելու կամ սեփական կարծիքը պարտադրելու։ Նա դժվարությամբ է ընդունում, որ ուրիշներն էլ կարող են ճիշտ լինել, եւ հաճախ չի սիրում ենթարկվել կամ հաշվի առնել այլ տեսակետներ։ Սա կարող է խնդիրներ ստեղծել թիմային աշխատանքում կամ զուգընկերային հարաբերություններում։ Զայրույթի արագ բռնկումները ևս Խոյի թույլ կողմերից են։ Նա կարող է շատ արագ բարկանալ, հատկապես եթե իրեն խոչընդոտում են, քննադատում կամ սահմանափակում։ Թեպետ այդ զայրույթը հաճախ նույնքան արագ էլ անցնում է, պահի ազդեցության տակ նա կարող է ասել կամ անել բաներ, որոնք ցավ են պատճառում շրջապատին։ Խոյը երբեմն չափազանց մրցակցային է։ Նա սիրում է հաղթել եւ առաջինը լինել, բայց այս ձգտումը կարող է վերածվել անառողջ մրցակցության։ Երբ Խոյը սկսում է ամեն ինչ դիտարկել որպես պայքար, նա կարող է մոռանալ համագործակցության, համբերության եւ փոխադարձ աջակցության կարեւորության մասին։ Նաև Խոյերը հաճախ դժվարանում են ընդունել պարտություն կամ սխալ։ Իրենց ուժեղ ինքնավստահության պատճառով նրանք կարող են երկար ժամանակ չընդունել, որ սխալվել են, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է հակառակը։ Սա կարող է դանդաղեցնել անձնական աճը եւ խանգարել դասեր քաղել փորձից։ Ընդհանուր առմամբ, Խոյի բացասական հատկությունները հիմնականում նրա ուժեղ կողմերի ստվերային արտահայտություններ են։ Եթե նա սովորի կառավարել իր հույզերը, դանդաղել անհրաժեշտ պահին եւ ավելի հաճախ լսել շրջապատին, այդ թուլությունները կարող են վերածվել հասունության եւ ներքին հավասարակշռության։ Խոյը մեծ ներուժ ունի, պարզապես կարեւոր է, որ այդ կրակը չվառի ամեն ինչ իր ճանապարհով։